Ադրբեջանը ուզում էր Արցախի շուրջ 5 շրջանները։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր Լաչին ու Կարվաճառը։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր ամբողջ Ղարաբաղը, հետո ստացավ։ Ադրբեջանը ուզում էր Սյունիքում ճանապարհ, իր երկրի հետ կապ չունի այդ ճանապարհը։ Ոչ մի բանի հետ կապ չունի այդ ճանապարհը։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր սահմանադրություն փոխել։ Հայտարարեցին, որ փոխում է։ Ժողովուրդ ի՞նչն է ուզել, որ չեն տվել այս մարդին։ Ինչ է ուզել Ադրբեջանը, որ այս մարդը ասելա չէ, ու 3 ամիս հետո էլ ասե չէ։ Սկզբից ասում է չէ, հետո ասում է հա։ Հետո գալիս է մեզ համոզի, որ այլապես կլիներ, չգիտեմ ինչ։ Այդ ոնց է։ Ուրիշ երկրներում տենց խնդիր չի լինում, մենակ մեր մոտ է լինում։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ հայտարարում է, որ մենք պետք է սովորենք ապրել ադրբեջանցիների հետ, որ իրանցից շատերը հնարավոր է գան, որ պետք է առևտուր սկսենք իրանց հետ անել։ Հայտարարում է սոցիալ նախարարը ազգային ժողովի հարթակից, որ մենք պետք է սովորենք, որ Հայաստանը մենակ հայերի համար չի։ Այ մարդ, այդ ոնց եղավ, ադրբեջանցիք չապրեցին հայերի հետ։ Ադրբեջանը մենակ ադրբեջանցիքի համար է, Բաքվից, Սումգայիթից ժողովրդին քշեցին, Արցախից ժողովուրդը ստիպված ելավ։ Հայաստանը վերջին հայկական հողն է մնացել հայկական բարձրավանդակում հայերով բնակեցված։ Հիմա էլ ասում են, պետք է սովորենք, որ այլազգեր էլ պետք է այստեղ ապրեն։ Այդ ձեր ծավը տանեմ, 10%-ն է մնացել, կլինի ես էլ մերը մնա։ Ասում են Եվրոպան կվերահսկի, Ժորժ ջան, Սաֆարովը որտեղ կացն արեց հայկական բանակի սպային։ Եվրոպայում։ Հունգարիայի կենտրոնում, իր քնած ժամանակ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությամբ մի հայ չեն կարում պաշտպանել Եվրոպայի կենտրոնում։ Այս մեր լեռներում ոնց են մեզ թուրքերից պաշտպանելու։ Գիտեք ոնց, ցավակցություն են հայտնելու, մտահոգություն են հայտնելու, մտահոգվելու են միշտ։ Ինչն է մեր ասածը։ Մեր կառավարությունը առաջինից բանը ինչ պետք է անի։ Ընդունելու է Սաֆարովի, հակասաֆարովյան օրենք։ Ինչա դա իր մեջ ներառում։ Ոչ մի ադրբեջանցի խաղաղության պայմանագրի ստորագրելուց հետո, իսկ պայմանագիրը ստորագրվելու է։ Ոչ մի ադրբեջանցի իրավունք չի ունենալու Հայաստանում գնի հող, Հայաստանում գնի տուն, Հայաստանից նվեր ստանա որևէ բան։ 10 օր մենակ կարան գան ու գնան։ Խաղաղությունը ստորագրվելու է, որովհետև ինչ կար տալու տվել է այս մարդը արդեն, բայց կա թույլ խաղաղություն, ուժեղ խաղաղություն, թույլ խաղաղությունը իրանց խաղաղությունն է, թուրքերով ամենված, ուժեղ խաղաղությունը, հայկական Հայաստանի խաղաղությունն է, որտեղ հայերն են ապրում այս երկրում, ու որը զարգանում է, գործարանները տասնյակներով չեն փակվում, այս է ուժեղ խաղաղությունը, ու մենք սրան ենք գնալու, Հակասաֆարովյան օրենքը գործելու է 100-ամյակներ ստեղ։ Սիրելի երազդանցիներ, մեր երկրի զարգացումը մոտ է։ Մեր երկիրը առաջնորդ է ունենալու, ով գումարի խնդիր չունի, ով գիտի, դուք էլ գիտեք, տեսեք, ինչեր է նա կառուցել, ինչ արտադրություններ է ստեղծել, տնտեսությունից ոնց է հասկանում։ Մեր երկրի զարգացումը մոտ է, բայց մի բան պետք է անենք բոլորը։ Այդ մի բանը պետք է անենք։ Ով չի գնում ընտրության, իր ձենը գնում է Փաշինյանին։ Ով չի գնում ընտրության, քո ձենը գնալու է Փաշինյանին։ Գնա ընտրության։ Ասա ոչ, Հրազդանը առանց գործարան թողած, պետական պարտքը ավելացրած ու մարդկանց վրա մունատ եկող իշխանությանը։ Հոխենք մեր երկրի առաջնորդին
որ իրանք գնան ստեղից։ Փոխենք մեր երկրի առաջնորդին, որ նրանք չգան ստեղ։ Շնորհակալ եմ ձեզանից, սիրելի երազանցիներ, այս սրտագին նոր ես շատերի հետ շփվեցի, ընդունելության համար, որպես հուշ, եթե դուք դեմ չեք, գիտեմ տարիքով մարդիկ էլ կան, կարող են նկարվենք իրար հետ։ Կարող եք, ով հեռախոս ունի, միացնի։ Եթե հնարավոր է, որ շատ գեղեցիկ լինի, միանում է, շատ սիրուն է, մի քիչ է կսպասենք, մի քիչ է, հրաշալի է, այո, շարժելով, այո, Հայաստան, Երմատ հայցարը կամուց շիոնովի, հավատ հայբարը համեր արևի, դարդարը զարը հային չի խնայեց, ծանդրացած ես քարը ժամեր կայքալեր ես, կողքիտ եմ ուժը գեղեցիկ է, շատ գեղեցիկ է, շարունակենք։ Հայ սիրտերը բերում, վերը ելերում, ուշտա, մեզ վետանի, հայ սիրտերը բերում Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։